Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում քաղաքագետ Ազատ Ադամյանն է, ողջույն Ազատ, շնորհակալ եմ Մենք մի քանի քննարկումներ ենք ունեցել միասին, որտեղ խոսել ենք իշխանության ներսում ձևավորված դասավորվածության մասին, եւ դուք ձեր տարբեր վերլուծություններում, այդ թվում մեր եթերում այլ տաղավարներում, այլ հարթակներում պնդում եք եւ հիմնավորում եք այն, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ մտահոգություն ունի իշխանության պահպանման տեսանկյունից, ոչ թե անդիմության մասով, այլ իշխանության ներսում եղած դասավորվածության, բայց ոչ այդքան դասավորվածության, որքան այդ դասավորվածության հովանու տերերի մասով, որոնք ընդհանուր են Փաշինյանի հետ։ Եվ այդ վերլուծությունների ընթացքում դուք հատկապես առանձնացնում եք Արմեն Գրիգորյանին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, որը 8 տարի փաստորեն այդ պաշտոնն էր զբաղեցնում, որի հետ փոխկապակցված երիտասարդական խմբերի ուսանողների դաստիարակման ճակատների մեջ հարցով էին զբաղվում, եւ ակնհայտ է որտեղ քաղաքական պրոյեկտ կա, որը ինչ որ պահի պետք է իրեն դրսևորի։ Դուք ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասացիք, որ Փաշինյանը պիտի գնա ապացանցավորման ճանապարհով, դա իրեն հնարավորություն է տալու երկարացնել իշխանության պահպանումը։ Եվ այդ ապացանցավորում ասելով նաև նկատի ունեք սա եւ Արմեն Գրիգորյանին եւ Արայիկ Հարությունին, որ աշխատակազմի ղեկավարն էր, հիմա բախտի բերմամբ թե պատահմամբ այդ երկու պաշտոնյաներն էլ հեռացվեցին։ Մեկը ընդհանրապես պետական կառավարման համակարգից, մյուսը կառավարությունից գործուղվեց խորհրդարան, այսինքն ավելի Փաշինյանի համար պակաս վտանգավոր միջավայր։ Ինչը այստեղ ունեցածը, ինչը Արմեն Գրիգորյանի հեռացումը եւ ինչու իր փոխարեն բերվեց Ալեն Սիմոնյանը, որը հեռացվել էր ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Տեսեք, այս տեղի ունեցողին չի կարելի միակողմանի եւ միանշանակ պատասխան տալ միանգամից, կարելի է մի քանի տարբերակներ քննարկել։ Որպես այդպիսին արևմտյան գործակալական ցանցը այստեղ ոնց պետք է արմատակալած է եւ ավելի ցավալի փաստ կա, արդեն արմատակալած է ժողովրդի ներսում։ Սա փորձեմ ավելի པարզ խոսքս բացել։ Տեսեք, արդեն այլևս Հայաստանում այդ լիբերալիզմ կոչված այդ իր այլասերվածության բարքերով, ջնջված կարմիր գծերով քարանում է ժողովրդի մեջ։ Ոչ միայն ֆիզիկապես ցանցավորված է, այլև հոգևոր, արժեհամակարգային, մշակութային կոդ է փոխված։ Ուրեմն, խոսենք ապացանցավորումից, տեսեք, քաղաքագիտությունը ինքը պետք է հիմնված չլինի էմոցիաների վրա, ինքը սառը դատողություն է։ Այս սառը դատողության համատեքստում մի թեզ առաջ տարանք, մի քանի անգամ եւ Facebook-յան գրառման ձևով եւ հաղորդումների ժամանակ, որ ինքը պարադոքսալ էր եւ լավ չընդունվեց, դանակներով ընդունվեց, որ Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում են այս ապացանցավորման համատեքստում։ Տեսեք, կրատոլոգիա գիտություն գոյություն ունի, որը ուսումնասիրում է իշխանության գործունեության նպատակը։ Նիկոլ Փաշինյանի այն իշխանության, որի գլուխն է Նիկոլ Փաշինյանը, այդ իշխանության նպատակը իշխանություն պահելն է, որը երաշխավորում է իրենց ֆիզիկական անվտանգությունը, այսինքն իշխանությունը իր իշխանության տարիներին այնքան զանցանք եւ հանցանք է գործել, որ իշխանություն կորցնելու դեպքում իրենց ֆիզիկական անվտանգությանը վտանգ է սպառնում։ Հիմա այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին իրական
իշխանության իրական վտանգի պետք է որ Փաշինյանը անվտանգ լինի ֆիզիկապես իրեն վտանգ չսպառնա մի պարզ պատճառով աշխարհակահաղական բևեռների մասով ասենք, հետո մեր մասով ասենք, ուրեմն բոլոր զանցանքները եւ հանցանքները ուղղված են, պատասխանատվությունը ուղղված է այն աշխարհակահաղական բևեռի վրա, որը հովանավորել է որը հովանավորել է եւ մեղավորությունը գծած է այն աշխարհակահաղական բևեռների վրա, որոնց դեմ է արվել այս ամենը։ այո այսինքն ռուսների դեմ սա Այս արվել է, ամենն բայց արվել է, միևնույն ժամանակ ժամանակ ամբողջ պատասխանատվությունը գծվում է ռուսների վրա։ սա շատ նման է, գիտեք, դասական կինեմատոգրաֆիայում կա այդպիսի հաճախ տեսարաններ, երբ որ որևէ մեկի սպանությունը պատվիրում են, բայց գործընթացը այնպես է լինում, որ կասկածները գնան հակառակ կողմի վրա, միևնույն ժամանակ սպանություն կատարողին եւս սպանում են, որպեսզի հետքերը թաքցվեն։ Լիարժեք հետքերը մաքրվի։ Լավ, հիմա ինչ հնարավորություն, բայց մյուս կողմից տեսեք, Արմեն Գրիգորյանն հեռացնելով ինքը նաև իր համար սպառնալիքներ է մեծացնում, որտեղ մի կողմից ներողություն, ապա ցանցավորման գործընթացն է, որը իր համար շնչելու տեղ է բացում, բայց մյուս կողմից այն մարդիկ, որոնք Արմեն Գրիգորյանի պահում էին այդ պաշտոն, իրենք էլ ազդակ են ստանում, որ սա փորձում է ապացանցավորել, ազատվել իրենցից։ Այո, հիմա այս ինֆորմացիային լավագույնը կարող է տիրապետել Նիկոլ Փաշինյանը, թե իր առաջ, իր դեմ ինչ օջախներ է տաքացվում։ Հիմա, եթե օջախները շատ թեժ լինեն եւ հաշվի, որ այս ամենի տակից չի կարող դուրս գալ, բացառված չէ, որ Արմեն Գրիգորյանին նշանակի նախագահի պաշտոնում։ Դրա համար պետք չի շտապել եւ արագ եզրակացություն կայացնել։ Ինչպես Ալեն Սիմոնյանի դեպքում եղավ։ Ինչպես Ալեն Սիմոնյանի դեպքում բոլորը եզրակացություն արեցին, որ վերջ գնաց, բայց պետք չի բացառել, որ նաեւ Ալեն Սիմոնյանն է փոխարինող։ Այո, Այսինքն ցանցի մաս է, ցանցի մի անդամին մյուսով է փոխարինել, դրա մեջ այլևս ռիսկեր չկան։ Ոչինչ չի կարելի բացառել։ Աշխարհակահաղական իմաստով վերահսկողությունը մնում է, բայց միևնույն ժամանակ Արմեն Գրիգորյանի տակ ստեղծող քաղաքական պրոյեկտը քանդվում է։ Քանդվում է, բայց նաև փոխարինվում է նոր Արմեն Գրիգորյանով։ Սա բարդ ինքը բազմաշերտ process է, էլի չի կարելի միանշանակ եւ արագ եզրակացություն։ Շատ լավ, մենք տեսնում ենք գործընթացները ինչպես են գնում, այսինքն այս տեղափոխությունները, պաշտոնանկությունները, մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ակտիվ սպասումների մեջ է, որ կարող են լինել ինչ-որ փոփոխություններ, էքսեր, կտրուկ իրավիճակի լարումներ եւ ինքը դրան կարծեք թե նախապատրաստական, կանխարգելիչ գործողություններ է անում։ Մյուս կողմից հանրային բավական ակտիվ վարկագիծ է դրսևորում, այսինքն հանրությանը ճփվելու առումով, տեղեկատվական առիթներ տալու առումով, մյուս կողմից աշխարհակահաղական գործընթացներ են գնում, հա, ռուսների մասով, Ռուսաստանը կոնկրետ պահանջներ է դնում, դեռ դրանք կգանք, Արևմուտքը կոնկրետ խնդիրներ է դնում, Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց խնդիրներն ունեն։ Այս ամեն ինչի մեջ, որ Նիկոլ Փաշինյանը եռում է, իշխանական համակարգը եռում է, adekvat է ձեր գնահատմամբ քաղաքագիտական տեսանկյունից ընդդիմության վարկագիծը։ Առաջին հերթին խորհրդարանական, առաջին մեծ զանգված ունեցող եւ հետո իհարկե արտախորհրդարանական ընդհանրապես ընդդիմադիր դաշտի։ Տեսեք, էլի հետ են գալի ոչիլի պատմությանը, էլի ինչ խոսենք այն
այն աշակերտի նման տանում ենք դեպի ոչիլը։ Ուրեմն այս ամենը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, մասնավորապես Իրան-ԱՄՆ սրվող հարաբերությունների ֆոնին։ Ուրեմն, եթե Իրան-ԱՄՆ հարաբերությունները սրվում են եւ գնում է լայնածավալ պատերազմի, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուղիղ սպառնալիք է, քանի որ լայնածավալ պատերազմի դեպքում Ադրբեջանը չի կարող անմասն մնալ այդ մեծ process-ից։ Ադրբեջանը չի գիրացվել Հայաստանը կլանելու համար։ Ադրբեջանին այդքան ֆորա եւ արտոնություն տրվել է նրա համար, որպիսի X պահի ինքը խնդիրներ ստեղծի Ռուսաստանի եւ Իրանի համար։ Բայց Ալիևը իր դեմքով հնարավոր է չգնա նման արկածախնդրության։ Այդ արկածախնդրությունից խուսափելու համար հնարավոր է Ալիևը փոքր խնդիր ստեղծի մեզանով։ Իր համար փոքր խնդիր ստեղծի, փոքր պատերազմ ստեղծի, որպեսզի խուսափի Իրանի վրա գնալուց, ասի ես ունեմ կոնֆլիկտ, ես այս կոնֆլիկտի մեջ եմ, չեմ կարող գնալ այս մեծ կոնֆլիկտին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հիմնական հիմքը խաղաղության օրակարգն է։ Այդ դեպքում, Ադրբեջանի նման գործողության դեպքում, Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը փլվում է։ Եվ Հայաստանում կարող է լինել ֆորս մաժորային իրավիճակ։ Խորհրդարանական ընդդիմության մասով ինքն այդ սպառնալիքը չեզոքացրել է։ Խորհրդարանական ընդդիմությունը չի կարող Իրանից իշխանություն վերցնել։ Այսինքն իր համար նախորդ խորհրդարանում կար թիվ 1 ընդդիմադիրի տիտղոս ունեցող մարդ, որը աշխարհաքաղաքական առումով իրեն կարող էր աշխարհաքաղաքական ուղղվածության առումով անձը չգերագնահատենք, էլի անձի մասը չի, աշխարհաքաղաքական ուղղվածության պատճառով եւ հանգամանքով իր համար կարող էր սպառնալիք լինել։ Ինքը Նիկոլ Փաշինյանը այդ սպառնալիքը որպես այդպեսին չեզոքացրել է։ Այսինքն եկեք բաց խոսենք։ Շատ բաց կար Ռոբերտ Քոչարյան անձի մասին չխոսելով, բայց Նիկոլ Փաշինյանի խնդիրը ո՞րն էր։ Կար մարդ, որը կարող է ուղիղ խոսել Պուտինի հետ, վերջ։ Ուղիղ կարողանում էր խոսել Պուտինի հետ, վստահելի էր Իրանի համար, հասկանալի էր Չինաստանի համար։ Հիմա կարծում եք իրենք չեզոքացրել են այդ գործոնը։ Այո, սրա մասին ես խոսել եմ նույնիսկ ընտրություններից առաջ։ Ուղղակի այս աշխարհաքաղաքական բևեռների մասին բաց տեքստով չեմ ասել, որովհետև Հայաստանում կա մեծ հակառուսական ալիք եւ կարող է նախընտրական շրջանում վնասել։ Համաձայն եմ ձեզ, որովհետեւ այդպեսի ինքնասահմանափակում մենք էլ ենք ունեցել միջև, որովհետեւ համարում ես եթե այդ ուժերը հայտարարել են, որ ենք խնդիր են լուծում, չպիտի խանգարես։ Հա դե որքան էլ սառն են գնահատում բան, բայց կաշկանդող հանգամանքներ կա, չես ուզում, ընկերներ կան։ Հիմա տեսեք, կա իշխանություն, որը ստորագրել է TRIP-ի նախագիծը։ Եվ կա ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան, որ ասում է TRIP-ը միջանցք չի։ Ավելին, ասում է TRIP-ը հիմա այս ամենը իմ ասացի առավելության մի քանի դրվագ կամ, հա։ Հետո այդ նույն խմբակցությունը ասում է, որ Արցախի հարցը փակված է։ Ցավալի ճանապարհ, բայց արդեն փակված է։ Այդ նույն խմբակցությունը ասում է, սրանք լավ չեն եվրո ինտեգրվում։ Մենք պետք է գնանք ու ավելի արագ մեծ թափով եվրո ինտեգրվենք։ Հիմա երեք մենք նաև այդ մասին հոդված էին գրել, որովհետև երբ որ այս ամեն ինչը համադրում ես, այդ ստացվում է ուժեղ Հայաստան Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև այդ ինչի իրենք ձգտում են, դա անում է Նիկոլ Փաշինյանը։ Դե հիմա ձեր ասած մտքերը խոսում են նրա մասին, ձեր ասած մտքերը ջնջեցին այդ քաղաքական թիմին ընդդիմադիր բառը տալը։ Ջնջում է այդ բառը։ Ընդդիմադիր բառը ջնջում է այլևս ձեր ասած թեզերը, որովհետև մենք այն պետությունը չենք, որ ընդդիմություն իշխանություն ներքաղաքականով պայմանավորված լինի, այլ աշխարհաքաղաքականով է պայմանավորված ընդդիմություն է թե իշխանություն։ Սա ներճամբարային գզվռտոց է թե հակադիր ճամբարների կռիվ։ Հիմա այդ ձեր ասած բոլոր թեզերը նրա մասին է, որ իրանք ճիշտ աշխարհաքաղաքական ուղղությամբ են գնում, ուղղակի լավ չեն անում, այսինքն բանի ղեկը ավելի լավ է հարվածայինների ձեռքից վերցնել, տալ գերազանցիկներին, այս է խնդիրը։ Հիմա երբ որ ասում են, որ TRIP-ին չասենք միջանցք, որ հետո Ալիև այդ բանակցելուց խնդիր չառաջանա, այսինքն բանավոր խոսակցության մակարդակում թե գրավոր որ տեքստի վրա գրված է, որ անխոչնդոտ ճանապարհ է դեպի Նախիջևան։ Այսինքն աշխարհաքաղաքականությունը այդքան միամիտների տեղ է ձեր գնահատման, որտեղ կարելի է
բան անել, ուղղակի բանավոր խոսքով ասել եւ երկրորդը թրիփի մասով կուզեի իրանցի գեներալի հայտարարությունը ընթերցել, թե ինչ նոր մտահոգություններ են առաջացնում, ուրեմն Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին մեկնաբանել է թրիփ նախագծի շուրջ ստեղծված իրավիճակն ու Հայաստանի հետ բանակցությունները, ասել է այս հարցի շուրջ ոչ իրական փոխհմբռնում կա, ոչ էլ ընդհանուր լեզու։ Մենք բացահայտ եւ հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին։ Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչու պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը եւ մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, հետեւաբար այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։ Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ, սակայն եթե այդտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակահարված տալու համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։ Այսինքն այն ինչ որ մենք վերլուծում էինք միասին, ոչ միայն մենք, այլ նաև վերլուծաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ, որ թրիփը անվտանգության սպառնալիք է, Հայաստանի որ ոչ թե անվտանգության երաշխավոր է, այլ որ անվտանգության Իրանը սպառնալիք է։ անհրաժեշտության դեպքում կհարվածի Սյունիքին այդ թրիփի հատվածին, որովհետև դա ամերիկյան պրոյեկտ է, իշխանություններն ասում են դա Խաղաղության երաշխավորում է։ հոռետեսություն է, այո, ավելին, հա, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե թրիփով 99 տարով երաշխավորում է Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Բայց այդ ասելուց հետո արդեն եղան հայտնի դեպքերը, որ Իրանը հարվածեց արդեն Էմիրատների վրա։ Հիմա էլ չի ասում այդ։ Այլ այդ խոսույթը վերացել է, եթե ուշադիր լինեք, այլ այդպիսի խոսույթ չեն օգտագործում, որ երաշխավոր է անվտանգության, որովհետև իրոք իրանք արևմուտքներ չէր հավատում, որ Իրանը նման գործողությունների է գնալու։ Հավաքական արևմուտքի Բոլոր վերլուծաբաններն ասում են, Տրամպի մոտ շոկային վիճակ է, որ Իրանը գնալու է այդպես Իսրայելից դուրս արդեն գործողություններ է կատարելու ծոցի երկրների վրա։ Ոչ մեկ դա չէր պատկերացնում։ Բայց արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Հիմա սա ինչ է, գեներալի հայտարարությունը ինչ է նշանակում, Հայաստանը ինչ հետևություններ պիտի անի։ Տեսեք, Հայաստանի հետևությունները որպես այդպեսին մի անձի Որտեվ ներեգություն մի բան ավելացնում, որտեվ Պարսից ծոցում ամերիկյան անհաջողություններին զուգահեռ թրիփ նախագիծը արագացվեց։ Սկզբից 201 միլիոն, հիմա 402 միլիոն, արդեն կառավարիչ է նշանակվել, այսինքն հիմա այն կարգի տեմպ է տրվում, որ միանգամից $5 միլիարդ գրեթե գումար է դրվում սրա մեջ։ Հիմա ես մի այլ առարկայական բան ասեմ։ Հյուսիս հարավ երթուղի է կառուցվում Իրանի միջոցներով։ Հետևել եք այդ շինարարությունը, կանգնել է թե ավելի ինտենսիվացել է։ Ասում են ինտենսիվացել է, չգիտեմ։ Այո, ավելի ինտենսիվ շինարարություն է գնում հիմա Քաջարանի հատվածում։ Այսինքն պետք է կառուցենք նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանը հիմա աշխարհաքաղաքական արկածախնդրություն է անում, որը որոշ ժամանակ երկարացնում է իր իշխանության լինելը։ Բայց ավելի վտանգավոր ավարտով կարող է լինել։ Իհարկե, Հայաստանը սարքում է աշխարհաքաղաքական մեծ բևեռների բախման կիզակետ։ Դրա պետք է կառուցենք նրա վրա, այն հիմնական այդ որ ասեցի կրատոլոգիան ինչ է ուսումնասիրում։ Իշխանության գործունեության նպատակը, հիմնական նպատակը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր իշխանության հիմնական նպատակը իշխանություն պահելն է։ Դա կլինի Իրանի հետ, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, թե Բուրկինա Ֆասոյի հետ նպատակը մեկն է պահել իշխանություն, որպեսզի վտանգ չսպառնա իրենց ֆիզիկական անվտանգությանը։ Հիմա մի թեմա էլ կար, որ մենք ամիսներ շարունակ քննարկում էինք եւ դա շատերի կողմից էլի դիտարկվում էր որպես ինչ որտեղ կոպիտ ասեմ ցնդաբանություն, այն որ Թուրքիայի տակ լիարժեքորեն Հայաստանը դնելու համար Հայաստան տանում է ձևական չեզոք պետության կարգավիճակը, որը երեք էլի բացահայտեց Նիկոլ Փաշինյանը, երբ ԵԱՏՄ, ՍԵՄ երրորդ ճանապարհը խոսակցությունը շարունակվեց, ռուսական կողմը պնդում է, որ պիտի հանրաքվե անենք, մենք հասկանանք դուք ուր եք գնում, որ մենք էլ մեր գործողությունները ըստ այդմ պլանավորենք, Փաշինյանը ասաց, որ միայն այս երկու ճանապարհն են, գուցե ոչ ԵԱՏՄ եւ ոչ ԵՄ, այսինքն չեզոք կարգավիճակ, ընդ որում սա լավագույն բանն է, չեզոք կարգավիճակը։ Լավագույն դիրքավորումն է, որ լիարժեքորեն Թուրքիայի տակ հայտնվի։ Այնտեղ իրանք փաթեթավորում են, վարդագույն ժապավեն են կապում, այդ ժապավենի տակ գրված է ազատ տնտեսական գոտի է դառնում եւ ազատ տնտեսական գոտու կարգավիճակով քեզ ամենամոտ եւ հզոր պետությունը կլանում է։
Այդտեղ ուղղակի այդ նախադասության առաջի բառը փակել են Թուրքիայի ազատ տնտեսական Հա, գոտի։ Թուրքիան որ դա երևա հիմա դրա մասին է ժապավենը, հենց այդ ժապավենը Թուրքիա բառն է փակում, էլի, այդ վարդագույն ժապավենը փակցրած է, որը փակում է Թուրքիա բառը։ Իսկ արդյունքում, եթե ժապավենը հանում ես, լինում է Թուրքիայի ազատ տնտեսական գոտի։ շատ լավ, հիմա քաղաքական դաշտում դուք նկատում եք որևէ process, որը վկայում է, որ իրավիճակի փոփոխություն կարող է լինել, ինչ իմաստով ասում, որտեղ մենք հասկացանք խորհրդարանական հանդիմության անվան տակ ինչ ուժեր կան այնտեղ, ինչ դերակատարմամբ, ինչ հնարավորություններով եւ ինչ հնարավորություններ, որոնք չեզոքացվեցին այս ընտրությամբ 2026-ի, մենք հասկանում ենք իշխանությանը եւ հասարակությունն էլ ըստ էության մեծ հիասթափություն է ապրել, հասկանալու, որ այն ուժերը, որոնք խոստացել էին բերել փոփոխություններ, չկարողացան կամ չուզեցան, բայց միևնույն ժամանակ հասարակությունը լուծում է ուզում, որովհետև 50+% դեմ է եղել Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ հասարակությունը որովհետև չի կորել, իրենք չեն դարձել ԿՊԱ-ական, իրենք չեն հավանում Փաշինյանին։ Հիմա ինչ process-ներ կարող են տեղի ունենալ, որոնք դուրս են խորհրդարանական ընդդիմության վերահսկողությունից, ազդեցությունից, բայց միևնույն ժամանակ դեմ են այսօրվա իշխանությանը եւ կարող են ռեալ այլընտրանք առաջարկել։ Ուրեմն հանրային խոսքում ամեն պատե առիթի փորձում եմ այս միտքը արտահայտել, որ Կարմիր թելի նման անցնի։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատճառ է, այլ հետևանք։ Հետևանք երրորդ հանրապետության վատ կարգի, վատ վարքի, վատ բարքի, անարդար եւ անբարոյական ընթացքի հետևանքը այս երրորդ հանրապետության Նիկոլ Փաշինյանն է։ Ուրեմն այս ընտրությունները մի բանի մասին են եղել, որ հավաքականությունը, հավաքական հայ ժողովուրդը ոչ կողմ է երրորդ հանրապետությանը, ոչ Նիկոլ Փաշինյանի առաջարկած չորրորդ հանրապետությունը։ Սա թույլ է տալիս մտածելու իրական իշխանափոխության Բայց էլի մասին։ մի ճշգրտում անենք, ես միշտ դա անում եմ, որպեսզի ձեր խոսքը սխալ չընկալվի, հավաքական հայ հասարակությունը դեմ է Արցախը կորցրած երրորդ հանրապետության, որտեղ միջև այդ երրորդ հանրապետությունը կողմեր ու պահում էր։ Երրորդ հանրապետության այդ վատ բարքերին Հարմարվում էր հանուն Արցախի։ հանուն մի բան, որովհետև կարող ենք անձերով էլ ասել մի անձ հանցանք եւ զանցանք էր գործում, այդ անձի վրա դրվում էր Արցախ անունը, որ այս մարդը ինչ որ մի բան Արցախի հետ արվել է, իր մեղքերը ներվում էր։ Երրորդ հանրապետության էլիտային ներվում էր իր ապօրինություններն, անարդարությունները եւ անբարոյականությունը, քանի պահում էին Արցախը, քանի պահում էին, դե լավ, սենց ժողովրդական խոսույթով ասեմ էլի, դե լավ մարդիկ հողազատագրած մարդիկ են, այսինքն որևէ կռեդո կար, իրենց արածի որևէ բան ունեին արած, դրա համար իրենց գործողությունները արդարացվում էր, հիմա չկա։ Հիմա այո, երբ որ մենք ասում ենք, որ հասարակությունը դեմ է երրորդ հանրապետության եւ չի աջակցում չորրորդին, ինչու, որովհետեւ այն երրորդ հանրապետությունից մնացել է անարդարությունը, ամբարտավանությունը, անբարոյականությունը, ընչակաղթությունը, այդպես լիքը ժողովուրդը ասում է, ես սա չեմ ուզում, ինձ նոր բան տուր, բայց ես այդ Նիկոլի տված նոր բանն էլ չեմ ուզում, որովհետեւ դա նույն երրորդ հանրապետությունն է, ուղղակի առանց Արցախի։ Բովանդակային նույն բովանդակությամբ չորրորդ հանրապետությունն նույն երրորդն է, բովանդակությամբ նույնն են։ Ոչ նա եմ ուզում, ոչ նա։ Ես ուզում եմ նորը։ Այսինքն երրորդի եւ չորրորդինը այլ երրորդ եւ չորրորդ հանրապետությունների այլընտրանքը հայկական Հայաստանն է։ Կա այդ քաղաքական դաշտում այդ հայկական Հայաստանի նարատիվով առաջ գնացող եւ ծրագիր ունեցող առանձին երևում է այդ թեզերը երևում են, այսինքն արդարության օրակարգ կա, բարոյականության օրակարգ կա, այսինքն տնտեսական ընկերներից մեկը հայրենատիրության գաղափար է առաջ տանում, այդպես տարբեր գաղափարներ տարբեր կողմերից կան, բայց մեկտեղված չէ, ժամանակը կարող է այնպես անել այդ բոլոր գաղափարները, հայկական բոլոր գաղափարները մեկտեղվեն, եւ դա արդեն ռեալ կլինի ընդդիմություն եւ ռեալ իշխանափոխության հնարավորություն։ Շատ լավ, շնորհակալ եմ Ազատ, հետաքրքիր զրույցի համար, ես շնորհակալ եմ զրուցում եք քաղաքագետ Ազատ Ադամյանից, տեսություն կհանդիպենք։